որի ներդրումը հատկապես մեծ է եղել 1890-ից 1900-ական թվականների մեր մշակույթի զարգացման մեջ։ Նա իր նուրբ արվեստով վաղուց արժանացել է սերունդների սիրուն և դարձավ ռեալիստական արձակի հոգեբանական ուղղության լավագույն վարպետներից մեկը։ Բացառիկ համեստությամբ օժտված այս հիմնադիր գրողը մի տեսակ սպրեի մեջ քաշված այնտեղից է դիտել իրականության լույսի մեջ գտնվող մարդուն, զննել նրա արարողությունով նրա աշխարհը, բացահայտել թաքնված ցավերն ու լավամարտերը և կարեկցանք առաջացրել ճակատագրից հալածված ու կյանքի հատակ ընկած մարդկանց նկատմամբ։ Նարդոսը ծնվել է 1867 թվականի մարտի 1-ին Թիֆլիսի հայաշատ Հավլաբար թաղամասում։ Ապագա գրողի հայացքից չեմ վրիպել այդ թաղամասում աղքատիկ ապրող փոքր մարդիկ իրենց պարզ առօրյայով, զանազան նախապաշարումներով, երբեմն դրամատիկ անցուդարձերով։ Նրանք հետագայում սերունդների հիշողության մեջ մնացին գրողի մերթաղը նոբելաշարով։ Հայրը մրգավաճառ էր, մայրը տնային տնտեսուհի։ Նրանց ընտանիքը բազմաթավ էր։ Մայրը ցանկանում էր, որ զավակներից գոնե 1-2 ստանան կրթություն, դառնան զարգացած մարդիկ, քանի որ մեծ մասը իրավական տեսնում էր, որ շահութաբեր կյանքի հետևելու մեջ է, իսկ լրակյաց Հիսուս Միքայելին չէր գրավում որ զբաղմունքը, նրան գրավում էր գիրք և ուսում։ Այս իրողությունը հետագայում առաջացնում է լույս տառություն ապագա արձակագրի և հոր ու եղբայրների հարաբերություններում։ Նարդոսի ուսումը կարճ է տևել, սովորել նախ Հավլաբարի ծխական, ապա քաղաքային ռուսական Երկասյան դպրոցում։ Փորձել է կրթությունը շարունակել Քութայիսի ուսուցչական սեմինարիայում, բայց նյութական միջոցների բացակայությունը թույլ չի տալիս այն ավարտել, ընդունվում է Թիֆլիսի արհեստագործական ուսումնարան, բայց քանի որ մտադիր չէր փականակորձ դառնալ, 1 տարի հետո թողնում է ուսումը, նարչել ծնվել հաստոցի առջև երկաթ տաշելու համար։ Գիտելիքների պակասն ապագա գրողը լրացնում է անհագուրդ ընթերցանությամբ, կարդում է հայ, ռուս և եվրոպացի հեղինակների գործերը։ Այս ընթացքում էլ ձևավորվում են գրական նախասիրությունները, կատարում է ստեղծագործական առաջին փորձերը։ Միքայելի առաջին պատմվածքը «Ճշմարիտ բարեկամը» տպագրվում է նոր դար լրագրով, Միխո Օգնոս նորագրությամբ։ Թերթի խմբագիրը, որը հավանել էր երիտասարդի այս ստեղծագործությունը, քարտուղարին հանձնարարում է նրան հրավիրել խմբագրատու և մի հարմար կեղծանուն գտնել խոստումնալից հեղինակի համար։ Բառարանային երկար փնտրտուքներից հետո Միքայելին առաջարկում է Նարդոս ծաղկանունը, նար և դոս բառերի միջև գծիկի ավելացման։ Դա արժանանում է երիտասարդի հավանությանը, և 1986 թվականին արդեն նրա երկրորդ գործը «Նուներ վիպակը» լույս է տեսնում Նարդոս կեղծանվան։ Հետագայում Նարդոսը իր կեղծանվան առանձին մասերով է կոչում զավակներին, որդուն Նար, իսկ դստեր համար ընտրում է ծաղկի անուն՝ Հասմիկ, և նրան տանը փաղաքշաբար Դոսիկ է անվանում։ Ժամանակակիցները Նարդոսին հիշում են որպես բացառիկ համեստությամբ ու մարդկային բարձր նկարագրով օժտված մի արվեստագետի, որն իր ինքնատիպ տաղանդի շնորհիվ դարձավ մեր գրականության հարատև փառքերից մեկը։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացուն էր, մարդասեր, ընկերասեր, կարեկցող և անհունորեն համեստ։ Նարդոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան են և իրար չժխտող, գրում է Ավետիք Իսահակյանը։ Ստեփան Զորյանը նույնպես ընդգծում է Նարդոսի ծայրահեղ համեստությունը, հիշելով. ամաչում էր անգամ նոր զգեստ և նոր կոշիկ հագնել անմիջապես, նախ տալիս էր եղբորը կամ եղբորորդուն, որպեսզի հագնեն միաժամանակ, մինչև որ կանցնեն փայլն ու ճրջրոցը։ Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տաներ չէր կարողանում խոռոտ ու ճրջրան բաները։ Նարդոսը վախճանվում է 1933 թվականի հուլիսի 13-ին, 66 տարեկան հասակում։ Թաղվում է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։ Այսօր ձեզ ենք ներկայացնելու Նարդոսի «Ես և նա» պատմվածքի բեմականությունը։ Ես սիրում էի նրան, սիրում էր նա ինձ, այդ ես այժմ չգիտեմ, բայց առաջ հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է, և երդվում էր, որ անգամ մահը չի կարող անջատել մեզ իրարից։ Վերջին կուրսի ուսանող էի, ոգևորված ապագայի վառ հույսերով և խրախուսված երջանիկ սիրով պատրաստում էի ավարտական դիսերտացիա, բայց մի նամակ ստացա, որի մեջ գրում էր.
Իմ սիրո նախկին հավաստիացումներն ընդունիր իբրև թյուրիմացություն և մոռացիր ինձ, ես ուրիշի կինն եմ լինելու։ Սկզբում կարծեցի, թե կատակ է, իմ սերն է փորձում, բայց նամակներից պատասխանները չստանալուց հետո հուսահատվեցի։ Թվում էր, թե խելագարվում եմ, մի բան էի միայն զգում, դա վրեժի թույնն էր, նա կործանել էր իմ ապագան, իմ բոլոր հույսերը։ Ես չկամ, թող ինձ էլ նա չլինի։ Թողեցի համալսարանը, գնացի վրեժից իրագործելու, բայց ինձ նոր հուսահատություն էր սպասում։ Դավաճանախչի իր հարուստ ամուսներում ընկնել արտասանում։ Քիչ մնաց ինքնասպանվի, տարապակներից վերջ տալու համար, բայց հետո մտածեցի, որ չափազանց փոքրություն կլինի։ Հույս ունեի, որ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխհատուցումը տան։ Ինք տարի հետո պատահական հանդիպեցի նրան փողոցում։ Չճանաչեց ինձ։ Իսկ ճանաչած նախկին լավ հագնված գելացիոսանովի փոխարեն հիմա տեսնում էր կեղտից պլպլացող վերարկուով պրոֆեսիոնալ մի հագնեցողի, որի վրայից էժանագին գինու և ծխախոտի հոտ էր փչում։ Իսկ նա փոխվել էր դեպի լավը։ Փորձեցի օգուս խորքում բրբտել վրեժի այդ զգացումը, բայց չգտա, հոգիս ամայացել էր։ Փորձեցի հիշեցնել, թե ով եմ ես, չճանաչեց ինձ, շփոթվեց, գնաց առանց որևէ մի բան ասելու, կարծելով, թե կարող եմ հետևել իրեն։ Այդ օրը ես անցկացրի գինետանը, իսկ հետո էր խմած չէի լինում, խորանում էի մտքերիս մեջ։ Ինչն է բուն պատճառը, որ ես այս աստիճանում կա։ Չէր կարելի պատճառը միայն դժբախտ սերը համարել։ Այն կարող է ժամանակավոր ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդուն։ Բրբտումներս տանջում էին ինձ։ Մինչ այն պահ, երբ գտա արմատում իմ պատմվածքի մեջ։ Իտալական մի սիրավեպ էր, վրեժ վերնագրով, որի վերնագիրը դնում եմ նա, հերոսին ինձ հակադրելու համար։ Վենեցիայում, ջրանցքների և գեղարվեստի այդ քաղաքում մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր գեղեցիկ Ջուլետա։ Անտոնիո։ Անտոնիո, ով ես դու։ Ես որդու։
Ով էր հայրդ։ Մի բան որ մեքենայի տակ ջարդվեց ու մեռավ։ Մայրդ։ Մայրս գնացավ իս հետևից։ Քույր չունես։ Ոչ մի հարազատ։ Ուզես ես քո քույրը լինեմ։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես։ Ու ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Դու ստիպված չես լինի փողոց թափառել մի կտոր հացի համար։ Մենք շատ հարուստ ենք։ Ես շատ հպարտ եմ, սինյորա։ Մենք չենք խլի քո բարդությունը։ Կխլեք, երբ ինձ մի կտոր հաց տա։ Սպասիր մի խնդրեմ։ Անտոնիո, համաձայնիր գոնե, որ ամեն երեկո այս ժամին կգաս պատուհանիս տակ նվագելու։ Կգամ, բայց ոչ սրա համար։ Այ, Գեղեցկության։ աղջիկս քեզ համար թե եմ բերել։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Հավն երեկոյով դու նախերում մեզ երեկույթի է հրավիրել։ Կասես վատառոջ էր, Հայրիկիդ հետ խոսիր։ ինձ չի լսի, բայց էլ քեզ Օֆ, չգիտեմ, դուր բաժան։ այս աղջիկը ինձ համար մի փափաս է։
Անտոնիո, միթե այնքան բարդ ես, որ թույլ չես տա գրկեմ քեզ։ Արի գնանք, ուշ է։ Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերել ենք տու ներքևը, էլ մի գա, մոռացիր ինձ։ Այդ օրվանից Վենեցիայում էլ ոչ ոք չտեսավ պատանի ջութակահարի։ Անցան տարիներ, նորից Վենեցիա։ Քաղաքի ամբողջ մամորն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Թատրոնում ասեղ գցելու տեղ չկար, այստեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։ Եվ ահա վերջապես դուրս եկավ Նարէն։
չեմ կարող ընդունել։ Բայց Ասում եմ, անկարող եմ ընդունել։ թախանձում ես աստիկ, շատ նշանավոր անձի ամուսին է։ Ասա թող վերցնեմ։ Եղա։ Անտոնիո, ես քո Ջուլիետան եմ, ես սիրում եմ քեզ։ Կարդացեք, Սիգյանը, կարդացեք։ Հայրս ասաց, որ իմ և քո միջև անած անտունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլմիկա, մոռացիր ինձ։ Ներեցեք, սինյորա, որ չլսեցի ձեզ և թեպետ այլևս ձեզ մոտ չեկա, բայց չմոռացա ձեզ։ Այլապես այս նամակը չի պայ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ։ Եթե չլիներ սա, ես չէի լինի այն, ինչ որ ես եմ այժմ։ Ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ բաժանում էր ինձ ձեզանից։ Դուք վերևն էիք, ես ներքևը։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները թևեր են առնում թռչում վերև, վրիժառության զգացումով լեցում։ Ես երդվեցի անդադար բարձրանալ, մինչև ինձ վրա նայող քո հաճույքն ինքն ընկածնրադրելու իմ անձեռակերտ բարձունքի առջև։ Ես ասա եմ պատել։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի ներքևի միջև, ես չեմ կարող։ Այսպես է ավարտվում իտալական սիրավեպը։ Մի սիրավեպ, որ նման է սիրավեպին, մի հակադրությամբ։ Այստեղ ես էի, իմ բուրժուական միջավայրի ծնունդը, որ առաջին իսկ հարվածից ընկնում է։ Այնտեղ նա, աշխատավոր ժողովրդի ծոցից ելած մի պատանին, ով դժվարություններ հաղթարելով բարձրանում է, որ իր վրիժառությունը թափիր են նսեմացնողների գլխին։ Բարձրանալ, միշտ բարձրանալ։